Ընթերցում Զաքարիա մարգարեից. Եվ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած օձերը, քանզի սա Տիրոջ խոսքն է, ես նրանց ասացի. եթե ձեր աչքին հաճելի է թվում, ապա տվեք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացեք։ Եվ նրանք կշռեցին իմ վարձը 30 արծաթ, Տերն ինձ ասաց. դու բովի մեջ գցիր դա, քննիր, թե այն փորձված է արդյոք այնպես, ինչպես ես փորձեցի նրանց կողմից իրենց համար։ Ես վերցրի 30 արծաթը և Տիրոջ տանը գցեցի բովի մեջ, ես դեն գցեցի իմ երկրորդ գավազանը վիճակը, քանդելու համար այն ուստը, որ դրել է Յուդայի երկրի և Իսրայելի միջև։ Ընթերցում Պողոս առաքյալի կողմից Գաղատացիներին գրված նամակից։ Գալով ինձ քավ լիցի, որ ես մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով բարձենամ։ Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար։ Կարևորը մարդու թլպատված կամ անթլպատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը։ Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս սկզբունքի համաձայն, բոլոր նրանց հետ, որոնք նրա ընտրյալ ժողովուրդն են կազմում։ Այսուհետև խնդրում եմ, թող ոչ ոք աշխարհիկ հոգսերով ինձ նեղություն չտա, որովհետև ես պատկանում եմ Հիսուսին, ինչպես այդ վկայում են իմ մարմնի վերքերի սպիները։ Եղբայրներ, թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը լինի ձեր բոլորի հետ, ամեն։ Ալելույա, մտաներ տեսանելս նարություն, խոսերի սրտի յուրում և ժողովեր զանոյնություն հանձնյու։ Երանի, որ խորից աղքատն և ըստնանքն հավուր ճարի պրկի ես նատեր։ Ընթերցումը Եսայի մարգարեությունից է։ Տեր Աստված ինձ խրատող լեզու տվեց, որ կարողանամ ճիշտ ժամանակին խոսք ասել։ Ամեն առավոտ ինձ զգուշացրեց, սրեց իմ լսելիքը, որ ունկնդիր լինեմ։ Տիրոջ խրատը կբացի իմ ականջները և ես խստասիրտ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։ Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս ապտակի և երեսը շուռ չտվի նախատինքից ու թքից։ Տեր Աստված եղավ ինձ օգնական, դրա համար էլ ամոթ չզգացի, այլ իմ երեսը դարձրի ինչպես կարծր քար։ Գիտեմ, որ չեմ ամաչելու, քանզի մոտ է նա, ով արդարացնելու է ինձ։ Ով է իմ ոսոխը, թող գա և կանգնի մեջտեղ։ Ով է նա, որ դատապարտելու է ինձ, թող մոտենա ինձ, քանզի ահավասիկ Տերը, Տերն է ինձ օգնական, և ով է, որ չարչարելու է ինձ։ Աղոտ քանդեր Սամոսելովս մեր աղաչեց։ Տեր ողորմյա, աղոտ քանդեր Սամոսելովս մեր աղաչեց։ Տեր ողորմյա, աղոտ քանդեր Սամոսելովս մեր աղաչեց։ Տեր ողորմյա։ Եվ ևս խաղորդյանս մեր աղաչեցում նկաղջեցու է ողորմյա։ Որդմություն և պար, որ և որդու է ողջույն սրբու այժմեն միշտ և ամիթյանը սավիտենի։ Ասեմ կամիցավ աստեղծիմ, զիշորոտից, ինչ է ծրնում, զաղոք տեղի մաննարին, առողջացոտ արդյալ կրկին, որպես նորոն կամացամին, սրպապար, կստյան զարդոս, ոչ եծու ծեր արոնին, ով
հասան Գողգոթա կոչված վայրը, որ նշանակում է գանգի վայր։ Այնտեղ լեղի խառնած գինի տվեցին Հիսուսին, որ խմի, երբ նա համտեսեց չուզեց խմել։ Ապա խաչ անեցին նրան եւ վիճակ գցելով նրա զգեստները բաժանեցին իրենց միջև։ Այսպես իրականացավ Տիրոջ խոսքը, որ ասվել էր Մարգարեի բերանով. Իմ զգեստները բաժանեցին իրենց միջև եւ իմ վերարկուի վրա վիճակ գցեցին։ Զինվորներն այնտեղ նստած պահակություն էին անում նրա վրա։ Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գիրը գրված այսպես. Սա է Հիսուսը, հրեաների թագավորը։ Այն ժամանակ նրա հետ խաչ հանվեցին նաև երկու ավազակներ, մեկը նրա աջ կողմում, իսկ մյուսը ձախ։ Ովքեր անցնում էին խաչի առջևից, նախատում էին նրան, եւ իրենց գլուխները շարժելով ասում. Դու տաճարը քանդելու եւ 3 օրից շինելու ես, հա? Եթե Աստծո որդի ես, ապա փրկիր ինքդ քեզ եւ ցած իջիր խաչից։ Նույնպես եւ ավակ քահանաները, օրենքի ուսուցիչների եւ երեսների հետ միասին ծաղրում էին նրան եւ ասում. Ուրիշներին ազատեց, բայց ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, որպեսզի հավատանք նրան։ Աստծո վրա էր դրել հույսը, չէ՞։ Եվ ասում էր, թե Աստծո որդին է։ Դե հիմա Աստված թող նրան ազատի, եթե սիրում է նրան։ Նրա հետ խաչված ավազակներն էլ նույն ձևով նախատում էին նրան։ Կեսօրին խավարը պատեց ամբողջ երկիրը մինչև ժամը 3-ը։ Ժամը 3-ի մոտ Հիսուս բարձրաձայն աղաղակեց ասելով. Էլի, Էլի, լամա սաբակթանի, որ նշանակում է Աստվածի, ինչու լքեցիր ինձ։ Այնտեղ գտնվողներից ոմանք երբ լսեցին, ասացին. Եղիային է կանչում։ Նրանցից մեկն իսկույն գնաց եւ սպունգը քացախի մեջ թաթախելով անցկացեց մի եղեգի ծայրին եւ տվեց Հիսուսին, որ խմի։ Ուրիշներն էլ ասում էին. թողեք տեսնենք, Եղիան կգա նրան ազատելու։ Իսկ Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց եւ ոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց եւ վերից վար երկու մասի բաժանվեց։ Երկիրը շարժվեց եւ ժայռերը ճեղքվեցին։ Գերեզմանները բացվեցին եւ բազում սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Նրանք գերեզմաններից ելան եւ Հիսուսի հարությունից հետո մտան սուրբ քաղաքը, որտեղ շատերին երևացին։ Երբ հայրապետը եւ նրա հետ եղող զինվորները, որոնք պահակություն էին անում, տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան եւ ասացին. իսկապես որ սա Աստծո որդին էր։ Այնտեղ կային նաեւ բազմաթիվ կանայք, որոնք հեռվում կանգնած դիտում էին։ Նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին, նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի եւ Հովսեփի մայրը Մարիամը, ինչպես նաեւ Զեբեդիոսի որդիների մայրը։ Աղոտ քանդեր Սամոսելով ըստ Տեր աղաչեց։ Աղոտ քանդեր Սամոսելով ըստ Տեր աղաչեց։ Աղոտ քանդեր Սամոսելով ըստ Տեր աղաչեց։ Եվ ևս դառնության Տեր աղաչեց։ Կգալ կեցոյ ողորմյա։ Որդոքյու եւ փառ եւ որդոյ որդի սրբով այշ եւ միշտ եւ ամիդյանը սավիդենից
Եկեցրև ու